Աստծո խոսքը սկսենք, հենց Աստծո խոսքի ընթերցանությամբ նախ մեկ համար կարդանք, եկեք բացենք մեր գրքերը Երեմիայի 17-րդ գլուխ եւ 5 համարը կարդանք։ Տերը այսպես է ասում. անիծյալ լինի այն մարդը, որ մարդուն կապավինի, այսինքն կվստահի, ու մարմինը իրեն բազուկ կնե, որուն սիրտը տիրոջ մեկը խոտորի։ Այս մեկ համարը, հետո կավելացնենք, շարունակությունը կա այդ գրության, ուրեմն ապավինել ինչ է նշանակում, վստահել, trust, ռուսերեն доверять, Աստծո հանդեպ ունեցած մեր հավատքը խիստ պատվական բան է։ Առանց հավատքի չես կարող Աստծուն հաճեցնել։ Եվ հավատացյալը հավատում է Աստծո ճշմարիտ խոսքին, անվերապահ ձևով կատարած գործերին, խոստումներին։ Եթե չի հավատում, հավատացյալ չի կարող լինել։ Սակայն հաճախ մենք կաղում ենք, թույլ ենք գտնվում Աստծուն վստահելու մեջ, որի հետևանքով մեր հավատքը գործնական իրողություն չի դառնում։ Ինչ է վստահությունը որպես, ասենք, երևույթ, որպես վիճակ։ Վստահությունը համոզվածություն է, conviction, մեկ ուրիշ անձի անկեղծության, խոստումների կատարման հանդեպ։ Իսկ եթե անձ չէ, որտեղ ոմանք անձի չէ, որ հուսացել են, այդ դեպքում վստահությունը իրենց համար ապահովություն է տնտեսական իրենց վիճակի կամ ֆիզիկական մարմնի։ Մեզ ավելի լուսավորում է հունարեն բնագրային բառը, երկու բառ են գործածում, ինչպես օրինակ երկու հայերեն բառ հանդիպեցինք, ապավինել, վստահել։ Էմիստոսինի և պեպոտիթեսիս երկու բառեր են գործածում հունարեն, գլխավոր միտքը շատ ավելի խորն է, վստահել մի քիչ տարածական է, բայց այս թարգմանությունը կրթնել, հենվել, ոտքդ սահեց պիտի ընկնես, որը բանի վստահում ես, ձեռքդ դնում ես վրան, որ գետին չընկնես, չէ, կրտնեցիր այդ առարկային։ Երեխան բարձրությունից կհամաձայնվի թռնել միայն այն պարագային, երբ որ տեսնի ներքևում հայրիկին ձեռքերը բաց պատրաստ իրեն գրկելու։ Այդպես է։ Սա վստահություն է, սա կրթնել է նշանակում, հենվել է նշանակում։ Կարդանք Սաղմոս 20-ից երկու համարներ, ուրեմն 7 և 8 համարներն է, Սաղմոս 20, 7 և 8։ Ոմանք կարգերի, ոմանք էլ ձերու կապավինեն, բայց մենք մեր Տեր Աստծո անունը պիտի հիշենք, նրան պիտի ապավինենք։ Ոմանք վստահում են իրենց երիտասարդությանը, երիտասարդ են, անհոգ են, ամեն բան լավ է, բայց երիտասարդներին էլ ասենք հետևյալը, ջահել չես մնա, ծերություն կգա, աշխարհը փուչ է, քեզ էլ չի մնա։ Ոմանք վստահում են իրենց գաղափարներին, որ այդ գաղափարները ճիշտ են, զորավոր են, ամենուրեք պիտի տարածվեն։ Հետո ինչ է տեղի ունենում։ Ժամանակին սատանան մեկին հանեց, անունը Մարքս էր։ Նրան միացավ ուրիշ մեկը, Էնգելս, հետո Լենինը եկավ, գաղափարախոսություն ստեղծեցին կոմունիզմի, շատ կարճ կյանք ունեցավ այդ գաղափարախոսությունը, բայց միլիոնավորներ վստահեցին և հետևեցին, փուչ դուրս եկավ, մի քանի սերունդներ խաբված վիճակի մեջ գտնվեցին։ Ոմանք իրենց բազուկի ուժին են ապավինում, որ ուժեղ են, բայց տարի տարու վրա այդ ուժը սկսում է պակսել։ Ոմանք շատ մեծ ժամանակ են դնում իրենց մարմնի կառուցվածքի
գեղեցկության, բարեփոխության համար, կոչվում են body builders, մարմինն են իրենց սարքում եւ հսկայական ժամեր են անցկացնում։ Աստծո խոսքը ասում է, մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար է։ Օգտակար է, այո, մենք պետք է մկանային մասսա ունենանք, չէ՞։ Եվ մեր մարմինը պիտի առողջ լինի, ուժեղ լինի, բայց միայն մարմնի վրա վստահություն դնել անպայմանորեն ձախողության պիտի տանի։ Եվ շարունակությունը մարմնի վարությունը քիչ բանի օգտակար է, բայց Աստված պաշտությունը ամեն բանի օգտակար է, որ թե ներկա եւ թե գալիք խոստումներ ունի։ Այդ զորավոր սարքված գեղեցիկ մարմինը մի օր պիտի փչանա։ Արդեն տարի վրա իր ուժը, զորությունը, գեղեցկությունը կորցնում է։ Շատ շատերի վստահությունը դիրքի, պաշտոնի, աթոռի վրա ժամանակավոր է։ Ոչ մեկը հավիտյան աթոռի վրա չի նստում։ Մի օր ժամանակը գալիս է, այնտեղից ընկնում է։ Հետո ոմանց վստահությունը քավոր Փեսա խնամի հորեղբայր։ Դուք ավելացրեք էլ ինչ էր կան, հա։ Մանավանդ հայերիս շատ բնորոշ է, չէ՞ այս բանը։ Եթե իր հորեղբայրը բարձր պաշտոնի, ինքը ապահություն է զգում, վստահ է, դա իր հպարտությունն է։ Բայց այդպիսիները գալիս է օրը նաև հիասթափություն են ապրում։ Աստված ուզում է, որ մարդը իր ստեղծիչին վստահի, իր փրկչին վստահի։ Աստված անեծք է դնում մարդու վրա, ինչ որ կարդացինք մեկ համար, շարունակենք Երեմիայի 17-րդ գլուխ 5-ը կարդացինք, 6-րդ համարից կարդանք։ Նա որ մարդուն է վստահում, անապատի մեջ Մոշենու պես պիտի լինի։ Անապատ տեղ, չորություն, Մոշենի, ինչ վիճակի մեջ պիտի լինի։ Չորացած ու երբեք աղեկություն պիտի չտեսնի։ Եվ անապատի այրված տեղերը աղի ու անբնակ եկի մեջ պիտի բնակի։ Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջը կապավինի, Տիրոջը կվստահի, որի հույսը Տերն է, նա ջրերի մոտ տնկված ծառի պես պիտի լինի, այսինքն կյանք ունի, եւ իր արմատները գետիքով երկարացնելով տաքության գալը չի տեսներ, այսինքն այդ տաքությունը իր վրա ազդեցություն չունի։ Հապանոր տերևը կանաչ կլա ու երաշտության տարին, երաշտություն ինչ է նշանակում, երաշտ, երբ որ չորություն է, երաշտության տարին նեղություն չի քաշեր ու միշտ պտուղ պիտի տա։ Անիծյալ է այն մարդը, որ մարդուն կապավինի, երանելի եւ օրհնյալ է այն մարդը, որ Տիրոջը կապավինի։ Արդյոք այս ընթերցումից հետո պիտի եզրակացնենք, որ մարդու հանդեպ ընդհանրապես վստահություն պիտի չունենանք։ Պատասխանը ոչ է։ Այլ խոսքը այն մասին է, որ այն ինչ որ Աստծուն պիտի վստահենք, մարդուն ենք վստահում։ Եվ դա սխալ հասցեով գնալ է։ Աստված ուզում է, որ մենք իրենից միշտ կախումնավոր լինենք։ Dependable from God։ Միշտ կախված վիճակի մեջ լինենք, չէ որ մենք Հիսուսի պատվական արյունով այս աշխարհից գնվեցինք եւ մեր անձերի տերը չենք եւ մենք պատկանում ենք Տիրոջը։ Տիրոջը պատկանում ենք, հետեւաբար ինքնագլուխ պիտի չլինենք։ Այս կյանքի մեջ մեր որոշումները, մեր ընտրությունները անպայմանորեն Աստծո խոսքի ուղղվածությամբ պիտի լինի։ Շատ հաճախ մեր աշխարհիկ տրամաբանությունը մեզ խաբում է, որովհետև այնինչ մտածում ենք, որոշում ենք, մեր աչքերին ճիշտ է երևում, մեր սրտին այն լավ է գալիս եւ որոշում ենք այդպես անել, բայց
Մենք Աստծուց թույլատրություն ստացանք, Աստծո որոշումը կնիքը եղավ մեր որոշումների վրա։ Աղոթքը եւ Աստծո խոսքը երկու զորավոր գործիքներ, միջոցներ Աստծո կամքը հասկանալու համար։ Սատանան, որին ծառա է նաեւ մեր հին բնությունը, միշտ էլ պիտի փորձի մեզ մեր երկրավոր որոշումների մեջ դնել եւ շատ հաճախ ցավ պիտի քաշենք, վերջում սխալը պիտի հասկանանք, բայց վստահել Աստծուն նշանակում է հենվել, կրտնել նրան, rely on God, կրտնել բառը անգլերենով relay։ Պիտի վստահենք նրա անչափելի մեծությանը, ամենակալությանը, ամենագիտությանը, նրա բարությանը, գթությանը, ողորմությանը, դեպքերի եւ իրավիճակների վրա նրա ունեցած կատարյալ հսկողությանը։ Ճանաչենք, թե ինչպիսի Աստված ունենք մենք։ Զորավոր համարներ են գտնում Առակաց գրքում, կարդանք Առակաց 3-րդ գլուխ եւ 5 համարից։ Քու բոլոր սրտովդ Տիրոջը ապավինի, trust on God։ Եվ քու իմաստությանդ մի վստահիր, եւ բոլոր ճամփաներիդ մեջ նրան ճանաչիր, այսինքն նրան հնազանդվիր։ Ու նա քու շավիղները պիտի ուղղե, նշանակում է ծուռեն, չէ՞։ Եթե նրան հնազանդվենք Տիրոջը, ինքը կուղղի մեր ճամփաները։ Դու քու աչքիդ առջև իմաստուն մի եղիր, Տիրոջ մե վախցիր ու չարությունից ետ քաշվե, այսինքն մեղքից հետ քաշվե։ Տիրոջից ունեցած մեր վախը միայն պիտի լինի մեղքը, որ խաթարում է հավատացյալի կյանքը։ Քու ամբողջ սրտովը Տիրոջը վստահիր։ Կյանքը լեցուն է տարատեսակ փորձություններով եւ շատ ու շատ բաներ մեր ուժերից վեր են, այդպես է թե չէ։ Պողոս առաքյալը իր փորձության մասին է խոսում, օգտակար է հիշել, թե ինչ է ասում, մեզ համար է լավ օրինակ է, Կորինթացիների 2-րդ նամակ, 1 գլուխ 8 համարից։ Վասնզի Ասիայի մեջ մեզ պատահած նեղությունները կուզեմ ձեզ իմացնել, եղբայրներ, թե մեր կարողությունից շատ ավելի ծանրաբեռնվեցինք, նույնիսկ հույսերներս կտրեցինք ապրելուց։ Այդ ինչ վիճակ պիտի լինի, որ Պողոս այսպես է գրում։ Բայց մահվան վճիռը մեր վրա զգացինք, որպեսզի մենք մեզ չապավինենք, հապա Աստծո, որ մեռելները կհարուցանե։ Այդ գլխավոր կետը սա է։ Մահվան վճիռը եկավ իրենց վրա, այսինքն մահը շատ մոտ էր, իրողության նման մի բան էր, բայց ասում եմ, մենք մեզ չվստահեցինք, այլ Աստծուն վստահեցինք, որ մեռելներն է հարուցանում։ Լավ, ինչ էր պատահել Պողոս առաքյալի հետ։ Եթե կարդանք 2-րդ Կորինթացիս 11-րդ գլուխ 23-ից 30 համարները, այնտեղ այնքան փորձությունների մասին է գրված, տասնյակ փորձություններ, որով Պողոս առաքյալը անցավ։ Ձեզ տնային աշխատակ, այս համարները կարդացեք, 2-րդ Կորինթացիս 11-րդ գլուխ 23-ից 30 համարները, եւ փորձեք ենթադրել, որ Պողոս ասում է մահվան վտանգը մեր վրա զգացինք։ Որ մեկն է դա։ Արդյոք այն, որ պիտի քարկոծվեր, կամ 3 օր եւ 3 գիշեր ծովի վրա մնացին, խեղդվելու վտանգ կար, ինքներդ ենթադրություն արեք։ Սուրբ գրային մի շարք օրինակներում տեսնում ենք Աստծո հանդեպ զորավոր վստահություն, եւ այն ինչ որ գրվեց, մեր սովորելու համար գրվեց, որ գրքերի մխիթարությունով մենք հաստատուն հույս ունենանք։ Անշուշտ որ զորավոր հավատքի հետ միասին է այդ վստահությունը, եթե մեկը այդ հավատքը չունի, էլ ինչ վստահության մասին է խոսքը։
Ծննդոց 6-րդ գլխից մինչև 9-րդ գլուխները կարող եք կարդալ Նոյի պատմությունն է, որ հայտնի է Նոյի ջրեղեղը։ Աստված Նոյին պատվիրեց, որ տապան պատրաստի, չափերը տվեց եւ ասաց, որ եկի վրա ջրեղեղ պիտի գա։ Երբեք Նոյը Աստծո հետ խոսքի չբռնվեց ասելու Տեր Աստված, երբեք անձրև չի գալիս, այդ ինչպես ջրեղեղ պիտի լինի։ Նոյը անխոս ձևով եւ հաստատակամ ձևով վստահեց Տիրոջը, որ այդ ջրեղեղը պիտի գա եւ մարդկությունը, որ խոտորած էր եւ նրանց սրտի գաղափարները ու մտածումները ամեն բանի չար էին։ Աստված այդ կերպով մարդկության վրա իր դատաստանը բերեց։ Նոյը 120 տարի հավատարիմ ձևով այդ տապանը կառուցեց եւ քարոզեց, որ Աստված ջրեղեղ պիտի բերի։ Այս իրավիճակի մեջ Նոյը նույնպես զորավոր վստահություն ուներ, որ իրենք պիտի գտնվեն այդ տապանի մեջ, այնտեղ ողջ մնալ կա, եւ տապանից դուրս գալու պարագան էլ ողջ մնալու պարագա էր։ Ամբողջությամբ Նոյը վստահեց Տիրոջը եւ իր վստահությունը 100%-ով իրականացավ։ Ժամանակագրական կարգով են գալիս, հաջորդը ում օրինակը պիտի բերենք ձեզ, դա Մովսեսն է։ Մովսեսի վստահությունը Աստծո հանդեպ։ Մովսեսը Աստծո հրամանով ժողովրդին հանեց ուրեմն Եգիպտոսի գերությունից։ Բայց եկավ մի պարագա, որ Մովսեսը հայտնվեց ծուղակի մեջ։ Մի կողմում ծովն է, մյուս կողմից շրջապատած Փարաոնի ամբողջ բանակը։ Հսկայական բանակ ուներ Փարավոնը, մեկ նպատակ ուներ։ Այդ ժողովուրդը, որ Եգիպտոսից դուրս եկավ, պիտի պատժեր, այսինքն նրանց սպանդ էր սպասում, պիտի սպանեին բոլորից։ Եվ պատկերացեք Մովսեսի վիճակը, ինքը առաջնորդն է, սակայն Մովսես մինչև վերջ վստահեց Աստծուն։ Եվ արդյունքը այդ վարձատրությունը ինչ եղավ, Աստված ծովը ճեղքեց։ Եվ այդ ժողովուրդը, որ մի շարք ուրեմն հաշվարկների արդյունքում մոտարապես 3 միլիոն մարդ է, դուրս եկան, այդ ծովի միջով անցան իբրև թե ցամաքի միջով, կարող է երևակայել, այդ ջրերը երկու կողմից որպես պատնեշներ կանգնեցին, ժողովուրդը շատ հանգիստ դուրս եկավ այդտեղից։ Փարաոնի զորքը հետապնդում էր, եկան եւ ծովը փակվեց ու նրանք բոլորն էլ խեղդվեցին այդ ծովի մեջ։ Իդեպ վերջին ժամանակներում բազմիցս գտել են Փարավոնի այդ կարգերը եւ ապացույցները կա, որ սա իրական մի դեպք է։ Անշուշտ մեզ համար կարևոր չէ այդ ապացույցները լինեն կամ չլինեն, մեզ համար միակ մեծագույն ապացույցը Աստծո խոսքն է։ Բայց եւ աշխարհի համար է դա ապացույց, որ այս դեպքը իրական դեպք է։ Փարավոնը սատանայի խորհրդապատկերն է։ Կարող է պատահի քո կյանքի մեջ կան գտնվեն դեպքեր, իրավիճակներ, երբ որ դու էլ քեզ գտնես ծուղակի մեջ։ Կարծես թե հարցերիդ լուծում չկա։ Եվ մի խնդրին ավելանում է ուրիշ խնդիրներ, իրար ետևից, օղակը գնալով ավելի նեղանում է, ինչ պիտի լինի, ինչ պիտի անես, սրան գտնես, նրան գտնես, ծնկի վրա պիտի գաս, քո վստահությունդ ամբողջությամբ Տիրոջ վրա պիտի դնես, որտև Տիրոջ կերպերը, գործելակերպը մեր իմացածից շատ տարբեր է, Աստված իր կերպերը ունի, անգամ մենք չենք կարող երևակայել, թե ինչպիսի լուծում կարող է գտնել այդ բանը,
Շատ հաճախ հավատացյալները ինչու են վախով լեցվում, կարծում են, որ Աստված, եթե այս հարցի լուծումը տա, իրենց սրտի ուզածի համապատասխան չի լինելու։ Այդ դրա համար շատ հաճախ վախով են լեցված, թե ինչպիսի վերջաբան կարող է ունենալ այս բանը, բայց մենք վստահում ենք Աստծո բարությանը, Աստված բարի Աստված է։ Ինչ էլ որ պատահի, մեզ համար որպես բարի պիտի ընդունենք։ Մեկ այլ օրինակ Դավիթը դեռ երիտասարդ էր, դեռ թագավոր չէր դարձած։ Դուրս եկավ մի մենամարտի եւ իր առջևում գտնվում էր մի հսկա 3 մետր հասակով Գողիաթ անունով, որը անդադ Դավթի Աստծո անվանը հայություններ էր անում եւ կանչում էր մենամարտի։ Գողիաթը սպառազինված էր ամբողջությամբ։ Դավիթը ինչ ուներ, ցուպը եւ 5 գայլախաս քար, այսինքն ողորկ քարեր են, որ դնում են մեջը ու նետում են, այդ էր իր ունեցածը։ Բայց Դավիթը գնաց այդ մենամարտին։ Իր սպառազինությունը համատած Գողիաթի հետ ոչինչ մի բան էր։ Բայց Դավիթի ներսում մի զորավոր զենք կար։ Շատ զորավոր զենք կար Դավթի ներսում։ Որն էր դա։ Աստծո հանդեպ ունեցած վստահությունը, որ ինք այդ մենամարտին գնում է, Աստված է իրեն առաջնորդում, Աստված է, որ իր առջևից իր թշնամիներին պիտի վռնդի, որտեղ շատ լավ գիտեր, պատերազմը Տիրոջն է։ Հետևաբար հաղթությունը Տիրոջ միջոցով պիտի գա։ Եվ այդպես վստահելով գնաց, եւ այդ հսկան, որ ամբողջ շրջապատում ինքը վախ էր սփռում, վերջը տեսենք իր այդ ուրեմն հսկայի մահը։ 4-րդ օրինակը 3 երիտասարդների մասին է, Դանիելի 3-րդ գլուխն է սա, Բաբելոնի աքսորի են գնացել 3 երիտասարդներ՝ Սեդրակ, Միսակ եւ Հաբեդնագով։ Սրանք աստվածապաշտ մարդիկ էին, իրենց Աստծուն հավատարիմ էին։ Այնտեղ Նաբուգոդոնոսոր թագավորը, ում ասածը օրենք էր, մի հսկա կուրկ սարքեց եւ բոլորին հրաման տրվեց, որ այդ կուրկին պիտի պաշտեն։ Այս 3 երիտասարդները ուղղակի հրաժարվեցին այդ բանը անելուց եւ Նաբուգոդոնոսորը ասաց. ով որ իմ հրամանին չհնազանդվի, պիտի նետվի կրակով բորբոքած հնոցի մեջ։ Նաբուգոդոնոսոր ինքը ամբարտավան էր, միջև այն ժամանակ, երբ որ տապալվեց գետին եւ խոստովանեց, որ ով է Աստված։ Ասաց. ով է այն Աստվածը, որ ձեզ իմ ձեռքից պիտի ազատի։ Երիտասարդները չվախեցան։ Երիտասարդները վստահեցին Աստծուն, իրենց հավատքը եւ վստահությունը, ասենք զորավոր է, շատ քիչ բան կասենք զորավոր։ Դանիել 3-րդ գլուխ 17 համար։ Պատասխանը Նաբուգոդոնոսորին. մեր պաշտած Աստվածը մեզ բորբոքած կրակի հնոցից ազատելու կարող է։ Ոչ միայն զորավոր վստահություն, կատարյալ վստահություն։ Նմանատիպ մի դեպք հիշում եք, նույն Դանիելի մարգարության մեջ։ Հենց Դանիելի հետ պատահած, չէ՞։ Երբ որ գծվեց առույցների գուբը եւ ասաց իմ Աստվածս, այո, կարող եղավ ինձ այս վիճակից ազատելու։ Այդ երիտասարդները հնոցի մեջ էին, Նաբուգոդոնոսորը նկատեց, որ այնտեղ 4-րդ մեկն էլ կա։ Եվ այդ 4-րդ մեկի դեմքը Աստծո որդու դեմքին նման էր։ Ով էր այդ 4-րդ մեկը։ Հիսուս նրանց հետ այդտեղ էր։
երբ որ հրամայվեց նրանց հնոցից դուրս հանեն, անգամ մազերը իրենց խանձված չէր։ Այնպես որ սիրելի եղբայրս եւ քույրս, եթե կյանքիդ մեջ կան իրավիճակներ, որ քեզ թվում է, որ անլուծելի են, սրանց վերջը կործանում է, միշտ հիշիր, կա մեկը, որ քեզ հետ է եւ անտեսանելի է, բայց ինքը հսկում է քեզ գիշեր ու ցերեկ, որտեվ դու իրեն ես պատկանում, հետևաբար քեզնից մեկ կողմ գցի վախը, ամեն կասկածը եւ ամենայն վստահությամբ լեցվիր քո Աստծոտ հանդեպ։ Աստծո հանդեպ վստահության եւս մեկ բացառիկ օրինակ, սա էլ նոր կտականից կարող եք ենթադրել։ Անուն Հիսուսի մայրը Մարիամ։ Հրեշտակը եկավ, հայտնեց, որ Սուրբ Հոգուց պիտի հղիանաս։ Նշանված էր Հոսեփի հետ։ Ինչպես թե, եթե հայտնաբերեին, որ նշանված է եւ հղիացել է, պիտի անպայմանորեն որպես նրան մեկը, որ պոռնկացել է եւ սա ապօրինի է այս հղիացումը, քարկոծման, ուրեմն վտանգը կար։ Ոչ միայն իրեն, այլ նաեւ իր ընտանիքը այդ հասարակությունից պիտի մերժվեր, չէին կարող այնտեղ մնալ բոլորովին։ Պատմությունը Ղուկասու առաջի գլխում է գրված, ուրեմն Մարիամի կյանքը վտանգի տակ էր, ընտանիքի հեղինակությունը եւս, եւ Մարիամ չի ասում Աստծուն, Տեր Աստված, ես քեզ ամբողջ սրտովս եւ մտքովս հավատում եմ, բայց այս մեկ հանգամանքը առանց ամուսնության հղիանալը ինձ համար անընդունելի մի բան է։ Չէ որ մարդ է եւ նաեւ իր աչքի առաջ ունի այդ քարկոծման հանգամանքը։ Բայց ահա տեսեք Մարիամի վստահությունը Աստծո հանդեպ։ Պատասխանը Ղուկաս առաջի գլուխ եւ 38 համար։ Ահա ես Տիրոջ աղախինն եմ, քո ասածից պես թող լինի։ Ամբողջությամբ իր կյանքը եւ բոլոր պարագաները Մարիամը վստահում է Աստծուն։ Ես Տիրոջ աղախինն եմ։ Ինչպես ասում ես, այնպես թող լինի։ Ուրեմն ինչ ենք տեսնում, ամբողջական խոնարհություն, ամբողջությամբ հանձնվել Աստծո կամքին, հավատքով եւ զուգահեռաբար վստահելով Տիրոջ պատգամին։ Վստահում եմ, ով Տեր, քանի որ դու ես ասում, ուրեմն ամեն բան բարիով պիտի ավարտվի։ Ամեն բաները բարի գործակից են լինում բոլոր նրանց, ովքեր որ Աստծուն պաշտում են։ Աստված թույլ է տալիս, որ մեր կյանքերի մեջ տարատեսակ փորձություններ կան։ Հիվանդություններ, նեղություններ, հալածանքներ։ Աստված թույլ է տալիս այնքան չափով, որքանով մենք կարող ենք այդ ամենը կրել։ Մեր կարողությունից առավել Աստված մեզ փորձության չի տանի։ Մարիամի պարագան ոչ միայն հղիության պարագան էր, նաև Եգիպտոս գնալը։ Կարծում եք այն ժամանակվա այդ ճանապարհության միջոցները ոտքով, էշով, կառքով, չգիտենք ինչպես, մոտարապես 700 կիլոմետր պիտի կտրեին Հրեաստանից պիտի գնան Եգիպտոս։ Հոժար եղավ նաև դրան, որ գնան Եգիպտոս, այնտեղից այդ նույն չափ ճանապարհով նորից ետ կան, վստահություն Աստծո հանդեպ կատարյալ վստահություն։ Ուրեմն այս օրինակները մենք քննեցինք, 5 օրինակներ, շատ ու շատ օրինակներ կան։ Այս բոլոր օրինակները զորավոր եւ ցնցող օրինակներ են։ Հիմա մեր պարագաները ինչով որ մենք անցնում ենք, կամ ժամանակներ կգան, որ կանցնենք, կամ անցյալում են եղել, եկեք համեմատենք այս պարագաների հետ։ Համեմատության եզր անգամ չկա։ Մեր պարագաները այնքան փոքրիկ են, համեմատությամբ
այն բաների, ինչով որ այս հավատքի հերոսները անցան։ Եվ այս օրինակները մեզ համար հրաշալի օրինակներ են, վստահության դասեր են։ Մեզ համար Աստծո հանդեպ ունեցած մեր վստահությունը պիտի արտահայտվի սրբազան խոսքին կրթնելով։ Rely on word of God։ Վստահել։ Վստահում ենք Տեր Հիսուսի ասած հետևյալ խոսքին. թեև մեռնենք, հավիտյան պիտի ապրենք։ Վստահում ենք, թե հավատում ենք, թե վստահում ենք։ Վստահությունը իջիկ է դարձնում ամեն կասկած։ Հավատալ, սատանան հավատքի հետ մեկտեղ պիտի գա կասկածները բերի։ Իրապես այդպես է, բավոր այդպես չլինի։ Իսկ վստահությունը կասկածը մեկտի է հերում։ Հավատալ եւ վստահել։ Տեր Հիսուս ասավ իր անսուտն շրթունքներով, մենք հավատում ենք Տեր Հիսուս, հավատում ենք բոլորս էլ, թեև մեռնենք, հավիտենական կյանք ունենք, որովհետև մեր Տերը այդպես խոստացավ։ Եվ ամեն մեկ անձնավորության, ովքեր որ այս հավատք ունեն, ճշմարտությամբ Հիսուսին իրենց կյանքերի մեջ ունեն, ասենք ձեր կյանքերի ամենամեծագույն ձեռքբերումը սա է։ Հիսուսի ձեռքերից ստանալ այդ փրկությունը, հավիտենական կյանքը։ Պողոս առաքյալը այսպես է գրում Կորինթացիների նամակում, կարդանք, Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 4-ից 9 համարները։ Որչափ ատեն, որ այս վրանի տակ ենք, կհառաչենք ծանրություն քաշելով։ Ի նկատի ունի այս մարմնի մեջ, մենք հառաչում ենք, որտեղ այս մարմինը տկարանում է, հիվանդանում է, թուլանում է։ Վասնզի չենք ուզում մեր վրայից հանել, բայց այն մեզ համար հարազատ է։ Չենք ուզում մեր վրայից դուրս գա։ Հապա զանիկա սրա վրայից հագնիր։ Զանիկան ինչ է։ Նոր փառավորյալ մարմին ուզում ենք հագնենք, բայց հինը չհանենք մեր վրայից, անկարելություն է։ Մարմին եւ արյուն երկինք չի կարող ժառանգել, որովհետև այդ արյան մեջ մեղքն է բնակվում։ Որպեսզի մահկանացությունը ընկղմի այս կյանքի մեջ, Աստված մեզ այս բանին պատրաստում է, որ մեզ նաև տվեց հոգու գրավականը։ Եվ այդ պատրաստությունը ինչի համար է, ինչ բնութագրություն է սա, մահվան։ Ման նշանակում է մեր վրայից մարմինը հանել և պահպանվում է մեր ինքնությունը, մեր եսը, մեր միտքը, մեր մտածումները, մեր զգացմունքները, նոր մարդը, որին խոստացված է փառավորյալ մարմին, այնպիսին, ինչպես Տեր Հիսուս ուներ, իր հարությունից հետո հայտնվեց և աշակերտները տեսան և այդ մարմնով նաև երկինք գնաց, այդ նույն մարմինը Աստված մեր խոնար, հոգնող, ծերացող, հիվանդացող մարմինը իր փառավոր մարմնին կերպարանակից պիտի դարձնի։ Վստահում ենք այս խոսքին, 100%-ով պիտի վստահենք։ Աստված այս բանին մեզ պատրաստում է, որ մեզ տվեց նաև հոգու գրավականը, այսինքն մեր վստահությունը մեր մեջ բնակվող հոգին է, այն հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց, մեզ էլ պիտի հարություն տա։ Ուստի ամենատեն վստահություն ունենանք, քանզի գիտենք, թե որ չափ, որ մարմինի մեջ ենք, Տիրոջ մե հեռու ենք, այդպես է։ Վասնզի հավատքով կքայլենք եւ ոչ թե երևույթով։ Ուստի նորից է ասում, վստահություն ունենանք եւ ավելի ուզենանք մարմնից հեռանանք եւ Տիրոջ քով կենանք։ Այո, մեր ցանկությունը պիտի լինի, որ այդ փառավորյալ մարմինը շուտով հագնենք, բայց դա մեր որոշելու հարցը չէ, Աստված է որոշում եւ արհեստական որևէ կերպերով մենք այդ բանին չենք կարող հասնել։
Տերը պիտի անի եւ սպասում ենք մենք այդ երջանիկ հույսին։ Իսկ առօրյա մեր ընթացքի հավատքի կյանքի զորացման համար հաստատակամ հետևենք Աստծո խոսքի շատ ու շատ համարներին։ Օրինակ, Սաղմոս 37-ի 5 համարից կարդանք։ Սաղմոս 37-ի 5-6-ը։ Տիրոջը հանձնե քո ճամփան ու անոր հուսա եւ անիկա պիտի կատարե։ Ու դուրս պիտի անե քո արդարությունը լույսի պես եւ քո իրավունքդ կեսօրվան պես։ Տիրոջը համբերե ու սպասե եւ վստահե։ Եթե արդարության կողմից հալածված ես, սպասելի բան է, որ այս կյանքի մեջ պիտի գա։ Եթե շրջապատիտ կողմից հալածված ես, Տերը համապատասխան միջոցները տալիս է, այսինքն խոսքը, հիմա էլ կարդանք Սաղմոս 56-ի առաջի 3 համարները։ Ով Աստված ողորմ է ինձ է, վասնզի մարդը կուզե զիս կլել, կուլ տալ, ամեն օր պատերազմ մնելով զիս կնեղե, թշնամիներս ամեն օր կուզեն զիս կլել, վասնզի շատ մարդիկ ամբարտավանությունով ինձ հետ կմարտնչին, երբ վախենամ, քեզ պիտի հուսամ, այսինքն եթե վախի զգացում ունես որևէ բանի, այս պարագային կամ որևէ ուրիշ պարագայի, Տիրոջը հուսա, Տերն է, որ իջիկ պիտի դարձնի այդ բոլոր վախերը։ Այս մեկ Սաղմոսը բոլորիս համար է, ընդհանրական է, Սաղմոս 62-ի 8-ը ասում է. Ամեն ժամանակ Տիրոջը հուսացեք ով ժողովուրդ, նրա առջև ձեր սրտերը բացեք, քանզի Աստված ապավեն է, վստահություն է մեզ համար։ Այսպիսի համարներ բազմաթիվ, դրա համար որքան կարևոր է, որ մենք շարունակաբար Աստծո խոսքը կարդանք։ Աստծո խոսքը մեր ամենօրյա ընթերցանության գիրքը թող լինի։ Նաև Սաղմոս 91 առաջի 6 համարները։ Բարձրելուն ծածկոցի տակ բնակողը ամենակարողի հովանավորության տակ պիտի հանգչի։ Տիրոջ համար պիտի ասեմ, իմ ապավենս ու իմ ամրոցս, իմ Աստվածս, որու կհուսամ, արդարև նա պիտի փրկե քեզ որսորդի որոգայթեն, ապականից ժանտամահեն, քեզ իր փետուրներով պիտի ծածկե եւ իր թևերու տակ պիտի ապաստանիս։ Անոր ճշմարտությանա վահանմը եւ ասպարմը պիտի լաքեզի, պիտի չվախնաս գիշերվան զարուրանքեն ու ցորեկը թրջող նետեն, ոչ ալ մութ տեղը պտտող ժանտամահեն, ու կեսորման ատեն սատկեցնող հարվածեն։ Հիմա քանի բաներ նշեց այստեղ, այս բաները, քո կյանքիդ մեջ էլ վերցրու, այս բաները, այդ ամեն բաներից Աստված քեզ պիտի ազատի։ Էլի դեռ մտահոգ ես, էլի դեռ վախենում ես, ամեն բան Տիրոջը հանձնի, ամեն բան։ Երբ որ մեր վստահությունը Աստծո վրա հաստատուն է, Աստված մեզ խաղաղ միտք է պարգևում։ Եսային այդպես է հայտնում 26-րդ գլուխ 3-րդ համար։ Հաստատ միտքը կատարյալ խաղաղության մեջ կպահես, որովհետև քեզ է վստահել, ամեն ժամանակ Տիրոջը վստահենք։ Փորձությունների, նեղությունների, հիվանդությունների, ցավերի մեջ շարունակաբար ցավեր ունես, Տերը տեղյակ է, իրեն վստահի ամեն բան։ Սպասենք նրա հրամանին։ Մենք հաճախ մեր աղոթներով Աստծո առջև ժամկետներ ենք սահմանում։ Հիմա ենք ուզում, այդ բժշկությունը հիմա ենք ուզում, այդ ցավերի վերանալը հիմա ենք ուզում, հիմա,
Եվ շատ հաճախ սխալ այդպիսի աղոթքներ լինում է, հռչակումներ է կատարվում, հիվանդություն, Աստված իր ժամանակ ունի։ Մենք ինչ գիտենք, այդ պատահած բաները ինչի համար են։ Օրինակ, Պողոս առաքյալը Սատանայի հրեշտակի կողմից մի խայթոց ունեցավ։ Ասում է, կողից խայթվեցի։ 3 անգամ Աստծուն աղոթք արեցի, պատկերացնում եք, որքան ցավերի մեջ լինի, որ անգամ նշի, որ ես աղոթք արեցի 3 անգամ Տիրոջը, որ վերցրու։ Տերը ասավ, իմ շնորհքս քեզ հերիք է։ Աստված հավանաբար գիտեր, որ Պողոս իր սրտի մի անկյունում հնարավոր է, որ հպարտանա, այդ ցավը մշտապես իրեն խոնար վիճակի մեջ պիտի պահեր։ Մենք հաճախ Աստծուն կարգադրություններ ենք անում։ Աստծուն ճանապարհ ենք ցույց տալիս, այսպես արա։ Մեր աղոթքները պիտի լինի, ով Տեր, թող քո կամքդ լինի։ Մենք գիտենք, որ դու մեզ սիրում ես, մենք գիտենք, որ դու բարի Աստված ես, որ դու քո ժամանակդ ունես եւ քո կերպերդ ունես։ Աստծուն վստահենք ամեն բաների մեջ։ Պատահում են դեպքեր եւ լսում ենք այդպիսի բաներ, օրինակ մեղքերիս համար Աստծուն խոստովանեցի, բայց չգիտեմ ներվեցի թե չէ։ Ներվեցինք թե չէ։ Հա? Չպիտի ենթադրենք, այլ պիտի կրթնենք Աստծո խոսքին։ Հովաննու առաջին թանրական թուղթ, առաջի գլուխ 9 համար։ Եթե ձեր մեղքերը խոստովանեք, լսեք, հավատարիմ եւ արդար է նա ձեր մեղքերին թողություն տալու եւ ձեզ ամեն անօրենությունից սրբելու համար։ Տերը հավատարիմ է։ Մենք մեր խոստովանությունները անենք։ Անշուշտ, որ մենք մեղքի դեմ պիտի պայքարենք մշտապես, որովհետև Քրիստոս մեղքի պաշտոնյա չէ։ Մեղքը գործենք, գանք խոստովանենք։ Կամ մեր մտքի մեջ մտածենք, ոչինչ, ես մեղքն էլ կանենք, բայց հետո որ խոստովանենք, գիտենք Տերը խոստացել է, որ Աստծո հետ չխաղանք։ Կրակի հետ խաղալ է նշանակում։ Աստծո համբերությունը չփորձենք։ Մենք կանչված ենք սրբության կյանքի համար, հետևաբար մեղքի դեմ մենք պիտի պայքարենք։ Ուրեմն միջև հիմա մենք քննեցինք ուղղահայաց կերպով vertical Աստված եւ մարդ հարաբերությունը եւ վստահությունը այդ իրավիճակների մեջ։ Աստծո վստահությունը եւ մեր վստահությունը, չէ՞, իրար հետ ոչ թե խաչաձևում են, իրար հետ համընկնում են, նաև կա մարդ եւ մարդ հարաբերության մեջ հորիզոնական գծի վրա այդ վստահության կարևորությունը։ Եթե աշխարհի մարդկանց դիմենք, այդ վստահությունը խիստ հարաբերական է, փոփոխական է, անկայուն է, իրավիճակներից կախված է, շատ հաճախ մարդիկ մարդկանց վստահում են, վերջում հուսախապ են լինում։ Ռուսերենով այսպիսի մի խոսք են գործածում, «Доверяй, но и проверяй», ովքեր չհասկացան ասենք, վստահիր, բայց հետն էլ ստուգիր, էլ դա վստահություն է, դա կասկածի բուն է, կասկածի տեղիք է տալիս, եթե դու նորից պիտի ստուգես, նշանակում է չես վստահում, բայց Աստված այդպես չի ուզում, որ մենք լինենք։ Մենք հավատացյալներս, որ մեր մեջ կրում ենք Աստծո Սուրբ Հոգին, որ մեր դաստիարակն է, որ մեզ պիտի հանդիմանի ամեն մեր սխալների համար, պետք է որ ուղիղ սրտով գտնվենք միմյանց հանդեպ։ Ուրեմն նորից հիշեցնենք ինչ ասաց Երեմիան 17-րդ գլուխ 5 համարում. անիծյալ լինի այն մարդը, որ մարդուն է ապավինում, երբ որ Աստծուն թողնում է եւ մարդուն է ապավինում։ Բայց մենք ունենք մեր վստահության ժայռը, որ է Հիսուս Քրիստոս։ Այդ ժայռը ունենալով մենք որպես Քրիստոսի մարմնի մեկ անդամը պետք է որ միմյանց հանդեպ անվերապահ վստահություն ունենանք եւ ջանանք ամեն կերպերով երբեք հուսախապ չանենք միմյանց, որտեղ մենք կանչված ենք Աստծուն պաշտելու,
Աստծուն ծառայելու, Աստծո գործի մեջ առաքելություն ունենալու համար։ Ամեն մեկս մեր կերպերով, մեր չափով, հետևաբար վստահությունը շատ կարևոր հանգամանք է ոչ միայն անհատական գետնի վրա, այլ որպես եկեղեցի։ Հետևաբար մեր վստահությունը ոչ միայն Աստծո վրա, նաև միմյանց վրա։ Այսօրվա նյութը մեկ համարով ավարտենք, Պողոս առաքյալը տեսեք, թե ինչ է ասում Կորինթացիներին։ Սա այն եկեղեցին է, որին ամենաշատ այպանումը գրեց, ամենաշատը մեղադրեց իրենց սխալների, մեղքերի, ամեն բանի վրա։ Եվ այսպես է ասում, երկրորդ Կորինթացիս 7-րդ գլուխ եւ 16 համարը։ Ուստի ուրախ եմ, որ ամեն բանի մեջ ձեր վրա վստահություն ունեմ։ Հետևաբար, սիրելի եղբայրներ եւ քույրեր, մեր վստահությունը Աստծո վրա թող 100% լինի, 100%։ Որևէ կասկած սատանայից է։ Աստված բարի է, մենք իր ողորմությանը եւ գթությանը հուսացել ենք, երբեք հուսախաբ չենք լինելու, նաեւ վստահություն միմյանց վրա եւ աշխատենք, որ այդ վստահությունը բարձր պահենք ու երբեք միմյանց հուսախաբ չանենք։ Աստվածորդնի խոսքը եւ ձեզանից ամեն մեկին Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։ Through him